չեն։ Թող կան այս միկրոֆոնով ասեմ, որ Սերժ Սարգսյանը ընտրվել է եկել են պաշտպանել։ Ես ինձ վատ եմ զգում, այստեղի ծնունդ եմ։ Ես ստեղի արժանապատվությունը իմ արժանապատվությունն է։ Իմ արժանապատվությունը ստեղին է։ Այս ինչ է կատարում։ Դրանք ով են։ Դրանք ուրիշ բառ չեմ օգտագործի։ Դրանց ասեք, որ դուք այս ազգի հերնանիցում եք։ Դուք ոչ մեկն եք։ Դուք ընդամենը ձեր շահի համար պատրաստ եք ազգին վաճառել, ինչպես միշտ այդ տեսակի այս ազգին վաճառելա Թուրքին ուրիշ պետություններին։ Բայց այս շարժումը անկասելի է։ Մենք աղթելու ենք, իրանք մեղք են։ Մենք աղթելու ենք, որ իրանք երեխեքը նորմալ պետության մեջ ապրեն, որ իրանք ծնողները իրենց ընտանիքները նորմալ պետության մեջ ապրեն։ Եվ մենք աղթելու ենք։ Բայց վերնույնը նրանք մերն են։ Այդ ոստիկանները, բոլորը, ովքեր այդ լուսամուտներից նայող մարդիկ, դրանք մերն են։ Մենք թշնամի չենք իրանց։ Մեր պայքարը իրաց դեմ չի, մեր պայքարը իշխանության դեմ չի, մեր պայքարը անուն Հայաստանի է։ Եվ ով չի հասկանում դա իր սխալն է, բայց կուղղ ենք։ Չեմ երկարացնի, մեզ հետ մի հրաշալի մարդ ունեինք, Մանուկ, մի րոպե, Ազի ջան։ Մանուկ Գասպարյան, հիշում եք, Զտարյուն ապարանցի բնատուր տաղանդով կարգին պատգամավոր էր, մավել էստեղ է։ Արի, Մանուկ Գասպարյանի տղան, որը ղեկավարում եմ հոր ստեղծած կուսակցությունը եւ բավականին ճշմարիտ երիտասարդ է եւ այսօր մեր շարժման առաջամարտիկներից է եւ կուզենամ ինքն իր խոսքը փոխանցի ավարանցում ակույցությամբ եւ բնատուր տաղանդով։ Ողջունեք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, ոտերս խելով գավառում։ Ես ճիշտ ասած առաջի անգամ եմ ստեղ ժողովուրդ ջան, ու իրոք մի քիչ չասեմ հուզված եմ, բայց անհանգստացած եմ։ Անհանգստացած եմ ինչով, որ ժողովուրդը կաշկանդված անհուսալի է վիճակում, մեր հետ մեր առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը կարողացավ այս ժողովրդին վերջի տարիների այս տանջալի, այս չարչարանքով ժողովրդի մեջ հուսախաբությունը փոխել այդ անհավատը, որը սևեռել են իշխանությունները, ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, իր ձայնը տալով Ռաֆի Հովհաննիսյանին, փորձեց իր ոչը ասել այսօրվա գործող իշխանություններին։ Մենք ձեր հետ միասին դարերի վեր կերտել ենք այս հորն ու ջուրը։ Մեր հորն ու ջուրը եղել է միշտ, այդ բառը չեմ էլ ուզում արտահայտեմ, թուրքերի կողմից ճնշված եւ այս միթիզ հողի համար դարերի վեր մեր նախնիները կռիվ են տվել։ Այսօր տանն է եկել ժողովուրդ ջան, որ պետք է համախմբվենք մեր վաղվա ապագայի համար, համախմբվենք, որ մեր ժողովուրդը չարտագաղթի, չգնա արտակնա աշխատանքի, ունդեղ էլ երկրներում մի կտոր հաց վաստակելով օտարի ամայի ճամփեքում գտնի իր կեսին սենց ասեմ, հա, իր կնոջը, որը այլ ազգը, էլի մեր կողմից հարգված, մեր կողմից սիրված, մենք ռուսից հեռու չենք կարող գնալ, բայց մեր աղջիկները մնալով Հայաստանում չեն կարողանում իրենց ընտանիք կազմեն, չեն կարողանում ստեղծել մի հատ փոքր ընտանիք, որը որ պետք է շարունակություն ունենա մեր երկրի, մեր զարգացման, մեր ապագայի համար։ Ժողովուրդ ջան, ընտրությունները չեն վերջացել, համոզված եղեք, այս ընտրությունները շարունակություն ունեն, քանի դեռ ժողովրդի ընտրությամբ չի ձևավորվել, չի հաստատվել իրական արժանի իր թեկնածուն, իր ընտրյալը, որի իմ կարծիքով այսօր Ռաֆի Հովհաննիսյանն է արժանացել նախագահի այդ պաշտոնին, եւ յուրաքանչյուրս պետք է սատան կանգնենք, մեր ձայնին, մեր քվեին, մի մարդ ոչինչ չի կարող անել, չի կարող այս երկրում մի լավ բան բերել։ Ռաֆի Հովհաննիսյանը այսօր ես համարում եմ այն ծիծեռակն է, որ հաղթանակ է բերել, ժողովուրդ ջան, յուրաքանչյուրը յուրաքանչյուրդ պետք է սատար կանգնեք ձեր հաղթանակին, ժողովուրդ ջան, դուք ինքներդ
Համոզված եղեք, որ մեկը մտածելով, որ ձեզանից ոչինչ չի կախված, նման բան չկա, այս ազգը հաղթանակներ ա տարել, մեկի շուրջը համախմբվելով, ու այդ մեկը այսօր Ռաֆի Հովհաննիսյանն ա, բոլորիդ կոչ եմ անում, միավորվեք այս շարժմանը եւ միաբերան ոչ ասեք այս գործող իշխանություններին եւ կխնդրեմ վաղը եւ այդ միավորվելով Երևանում մեծ հանրահավաքին կարողացեք ձեր մեջ ուժ գտնել, անգամ եթե չեք կարողանում հայթայթել նյութական այդ աջակցությունը Երևան գալու, մենք պատրաստ ենք, ինքս գամ ձեզ աջակցեմ, օժանդակեմ ձեր հետ միասին քայլ առ քայլ շարժվենք երթով դեպի Երևան։ Շնորհակալություն բոլորիցդ։ Ժողովուրդ ջան, իհարկե շատ ելույթ ունեցող ցանկություններ կան եւ դա շատ ընկալելի է, որովհետեւ իսկապես այս վիճակում բոլորիս մոտ հարց կա։ Մեկը կարողանում է այդ հարցը հնարավորություն ունի արտաբերելու, մեկը չի կարողանում, ես հասկանում եմ բոլորից։ Մեր խնդիրն է այսօր կարողանանք այնպիսի վիճակ ստեղծել, որ պատասխանի ձեր բոլոր հարցերին։ Հիմա եկեք լսենք մեր 4-րդ նախագահ Ռաֆի Հովհաննիսյանն, այնուհետև այդ հարցեր կլինենք խոսենք այդ մասին։ Ռաֆի Հովհաննիսյան։ Սիրելի հայրենագիցներ, գավառցիներ, ես շնորհավորում եմ ձեր հաղթանակը, որ փետրվար 18-ին բերեցիք։ Ամեն տեղ որ գնում եմ, թվափանությունը մի փոքր տարբեր է, թվերը որ իջեցրին, ներկայացրին, գեղձիկով, լցոնումով, գավառը 35% բերեց, պաշտոնական 35-ը, դուք նվազագույնը 3-ը եւ 5-ը կարող եք տեղափոխել եւ նվազագույն ձեր արդյունքը արդեն ապահովված է, ձեր հաղթանակը շնորհավորում եմ ձեզ։ Հիմա մեր ընկերները, Մանվելը, Ռուբենը, հայրենագիցները խոսում են մեր հաղթանակի մասին, 4-րդ նախագահի մասին։ Ես եկել եմ ոչ թե իշխելու, ոչ թե փայ մտնելու, այլ 5 տարի ծառայելու եւ ուրիշ ոչ մի բան։ Ձեզ վերադարձնելու իշխանությունը, իրավունքը, աշխատատեղը, կենսաթոշակը, ավանդը, երկրի շահը եւ անվտանգությունը։ Եվ թող ոչ մեկը մեզ չսպառնա Արցախի հարցով, որտեղ հենց Արցախի կայունությունը, մեր սահմանների անվտանգությունը պայմանավորված են մեր ժողովրդի հաղթանակի հարգումով։ Եվ ես ակնկալում եմ, որ պարոն Սարգսյանը հարգի ժողովրդի հաղթանակը։ Ինքը ունի մինչև ապրիլի 9 հարգելու այդ հաղթանակը։ Վաղը Ազատության հրապարակում ավելի ծավալուն ելույթ կունենամ ժամը 5-ին, եթե որևէ մեկը ձեր ճանապարհը փակի, իր անուն, ազգանունով, պաշտոնով ուզում եմ իմանալ, որտեղ ինքը պիտի պատասխան տա, եթե ձեր իրավունքը խախտեց։ Սրանից հետո անցյալում թողնի անցյալը, ով ինչպես, բայց ես վստահ եմ, որ ոստիկանները մեր ուսատիր պատիվ ունեցող սպաները ձեզ համերաշխ, ձեզ ծառայելով պիտի ապահովեն ձեր օրենքը եւ իրավունքը։ Եթե որևէ մեկը խախտեց, պատասխան պիտի տա։ Պատասխան պիտի տա այդ ազգային հերոս հրամանատարը, հարկանք մեր բոլոր գեներալներին, զինվորներին, որոնք սակայն հրահանգ կատարելով այս ամբողջ մեր Սևանա լիճի, մեր Գեղամաձովի շրջակայքով զինվորներին դարան մեր իրավունքը խախտելու համար, գրտնագի քվեարկության, բաց քվեարկության, Ջամբարակից մինչև Վարդենիս եւ Մարդունի։ Պատասխան պիտի տանք։ Ձեր մարզպետը, որ նստում է այստեղ գավառում, կարգին խղճով պատգամավոր է եղել, բայց ցավոք սրտի որպես մարզպետ ինքը իրեն չարդարացրեց։ Ինքը մասնակցեց, մեղսակից դարձավ ժողովրդի ձայնի, ժողովրդի սահմանադրական իշխանության խեղման եւ իրեն եւս ժամանակ է տրվում ժողովրդի կողմից ներողություն խնդրելու եւ ճանապարհը բացելու ժողովրդի ծառաներին։ Թող ոչ մեկը այստեղ չտխրի
չհուսահատվի, որտեղ հաղթանակը արդեն դրված է։ Եվ մեր հաղթանակը 20 տարի շարունակ հայ ժողովուրդը տվել է, դոնել է, ընտրել է, բայց այս անգամ մեզնից չեն գողանալու։ Մենք կանք հրաբարագում, մենք կանք հիմա տներում, շուկաներում, խելջուգրակ գոշկագարի գրբագում, մենք ամեն տեղ ենք։ Հայ ժողովուրդը զարթոնքի ապրում եւ ոչ թե Ռաֆիի համար, ոչ է Սերժի դեմ։ Եվ բոլորը գիտենք, որ մեր զարթոնքը մեր երիտասարդների համար է, Խոբանից մեր ընկերներին, հարազատների դում բերելու համար է։ Եվ այսօր ահա եկել ենք ձեզ ասելու համար, մեր գնդապետը մի քիչ մտահոգ էր, ասելու համար բարև։ Մեր զենքը բարևն է, մեր հաղթանակը բարևն է։ Դուք ջոկեք, դուք մեկնաբանեք, թե այդ ինչ ուժ է, ինչ արև է, ինչ գավառ է, ինչ երիտասարդների հայացքն է։ Նկարեք այս աչքերը, որտեղ մեր հաղթանակը այս աչքերի մեջ են տղաների եւ աղջիկների։ Եվ ով փորձեց իրենց ճանապարհից շեղել, այդ ճանապարհը իրենց այլևս չի պատկանում։ Ուրեմն, սիրելի գավառցիներ, դուք արել եք անհավանականը, ոչ մեկը չէր հավատում 2 ամիս առաջ։ Մենք միասին հավատացինք եւ դուք արեցիք եւ շնորհավորում եմ ձեր հաղթանակը։ Մենք պիտի գնանք մինչեւ վերջ։ Մինչեւ վերջ, ոչ թե մինչեւ մահ, այլ մինչեւ կյանք։ Մինչեւ հաղթանակ, որը պիտի պատկանի յուրաքանչյուր մարդուն։ Եվ պիտի ունենանք նոր նախագահություն, եթե պետք է, եթե պարոն Սարգսյանը պատրաստ է, թող լինի նոր ընտրություն։ Կամ ժողովրդի հաղթանակի ճանաչում, կամ քանի դեռ ուշ չի նոր ընտրություն, դավայ։ Դեմ առ դեմ, 2 մարդով ընտրություն, թող ժողովուրդը որոշի։ Ես պատրաստ եմ դրան։ Ուրեմն սիրելի հայրենագիտներ, կյանքը պայքար է, բայց կյանքը մերն է, հայրենիքը մերն է։ Դուք բերել եք այդ հաղթանակը փետրվար 18-ին եւ ցույց եք տվել, որ սա գուսակցական խնդիր չէ։ Բոլոր գուսակցությունները, ովքեր պիտի միանան հիմա հրապարակում միասին, ոչ թե խաղդան, ասան Երևանի ընտրություն մայիսի 5-ին թե չէ։ Ով ժողովրդի կողքին է, պիտի ժողովրդի կողքին լինի հիմա։ Եվ դա ժողովրդի պահանջն է։ Ամեն դեպ գնում եմ եւ ասում եմ միասնություն։ Միասնություն։ Ուրեմն ես փոխանցում եմ ժողովրդի պահանջը։ Դրեք, հերիք կուսակցախաղերի, բանակցությունների, ժողովրդի կողքին, միասնություն, հիմա, գավառի պահանջն է։ Եվ ես ենթարկվում եմ այդ պահանջին, այդ կամքին, եւ կրկին անգամ ասում եմ, բարև գավառ, բարևի մեջ կա հաղթանակ, կա երեխայի աբակա, եւ մենք միասին պիտի գնանք եւ ունենանք նոր նախագահություն, նոր մարզպետ, նոր քաղաքապետ, նոր որակի ոստիկան, նոր որակի ծառայող, ով հարգի ձեզ, ով հայտարարություն չանի անհիմ, պաշտպանի մեր իրավունքը։ Գեցե գավառը, գեցե Սևանալիջը, գեցե Հայաստանի Հանրապետություն։ Եվ վերջում, թող ոչ մեկը չկասկածի, ժողովրդի կողմից ընտրված դե յուրե նոր նախագահությունը ամենալավ հարաբերությունները պիտի ունենա առաջի հերթին Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, Չինաստանի աշխարհի մեծերի հետ։ Դա նշանակում է միաժամանակ, որ այդ աշխարհի մեծերը պիտի հարգեն Հայաստանը, մեր թշնամիներին չզինեն, ճանաչեն մեր ազգային իրավունքները եւ առաջի հերթին ճանաչեն այդ հաղթանակը, այդ սահմանադրական իշխանությունը, որ փետրվար 18-ին հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացին բերեց մեր երկիր։ Ճանաչեք մեր ժողովրդի իրավունքը եւ իշխանությունը։ Շնորհավորում եմ բոլորին, մինչև հաղթանակ։ ժողովուրդը Ռուսաստանի հետ 10 միլիոն Ռուսաստան պահում է։ Հիմա որ մեկ այդ Ռուսաստանից դուրս գալիս։ Ես նոր պատասխանեցի ձեր հարցին։ Չէ, մեկ որ դուրս են գալիս։ Ամերիկան մեզի տերկայնում է։ Ոնց են։ Եթե մենք Եվրոպա, ձեր ասելով Եվրոպա եւ Ռուսաստան գոյություն չունեն։ Մենակ Ամերիկա։ Մենք ո՞նց կանենք։ Ես չգիտեմ, հայրիկ։ Ես ընտրում եմ։ Հայրիկ ջան, հայրիկ։ Ընտրում եմ։
Դեմա լսեք անսպասություն, լավ։ Գնացեք, դու Սերժը նստեք կլոր սեղանի շենքը, դե ժողովրդին մի խանեք ոչ։ Շատ լավ։ Պատերան չնի։ Ուրեմն մենք հարկում ենք բոլոր տեսակետները։ Ես քեզ Մենք հարկում ենք բոլոր տեսակետները։ Ինքը եւս իրավունք ունի այս տեսակետը ասելու։ Մեր իշխանության ներքո ամենալավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց Հայաստանի դերը Ինագ Ռուսաստանը մեզ։ Իրոպե, ոչ։ Հայաստանն է Հայաստանը։ Հայ ժողովուրդը Ռուսաստանը չլինի, եթե Ռուսաստանը ներկայացնի։ Ես եթե Ռուսաստանը մեզանից սերջ հաշիմի բարձր։ Մենք բոլորս կոտորված ենք։ Ես սահմանների պահպանում է ռուս ժողովուրդը։ Ռուս ժողովուրդը։ Մեր ժողովուրդը ոնքան շատ Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Ամերիկանը մեզի Ամեն մեկը իրավունք ունի իր տեսակետը արտահայտել, բայց ոչ մեկը իրավունք չունի սադրել, հայրիկ ջան։ Ոչ մի սադրանք, հարկում եմ ձեր տարիքը, բայց դուք մի սադրեք։ Հիմա ես պատասխանում եմ ձեր հարցին։ Ես ասում եմ, առաջի հերթին Հայաստանի դերը Հայաստանի քաղաքացին է, թիվ 1։ Երկրորդը, ով հարկի Հայաստանի քաղաքացուն եւ հայ-ռուսական հարաբերությունների աբական, Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան, իրենք մեր գլխի վրա դեղ ունեն։ Մեր շահը պիտի հարկեն մեր շահը։ Այնպես չէ, որ մեզի հետ պիտի ունենան ռազմավարական նշանակության հարաբերություններ, իսկ մյուս օրը ծախեն Ադրբեջանին այն զենքերը, որով Ադրբեջանը ուզում է ոչնչացնել ոչ միայն Արցախը, այլ գալ լող տալ Սևանալջում։ Մենք թույլ չենք տալու։ Եվ դրա համար ես ասում եմ, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունը ամենակարևորն է, բայց ենթադրում է, որ Ռուսաստանը ճանաչի հայ ժողովրդի իրավունքը, հայ ժողովրդի շահը, թե ընտրության ընթացքում, թե մեր սահմանների անվտանգության հարցում։ Դրանից հետո, այո, ոչ մեկը, ոչ Ամերիկան, ոչ Չինաստանը չի պահելու, պահելու է հայ մարդը, եւ մենք խոբանից հետ ենք բերելու մեր ընկերներին, մեր հարազատներին եւ ունենալու ենք ուժեղ, ամբողջական, միասնական պետություն, որտեղ իրավունքը, սահմանադրությունն է դերը։ Մեր թագավորը լինելու է ոչ թե Ռաֆի կամ Սերժ, կամ Ռուսաստան կամ Ամերիկա, այլ հայ մարդը պիտի թագավորի։ Իսկ ես վստահ եմ, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները շատ լավ օրեր պիտի տեսնեն, բայց առաջի հերթին մենք մեզ պիտի հարկենք փետրվար 18-ին։ Մենք մեզ հարկեցինք։ Հիմա մնում է, որ Ռուսաստանը, Ամերիկան եւ Ֆրանսան, ովքեր իրար հետ չունեն, չէ՞, չունեն, բայց իրենց լեզուն մեկ են արել եւ ճանաչել են, որ այս ոչ լեգիտիմ, այդ սխալ ժողովրդից գողացված ընտրությունները։ Առաջի հերթին, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, նախագահ Պուտինը պիտի փոխի մոտեցումը եւ ճանաչի ձեր հաղթանակը փետրվար 18-ին։ Հենց որ ճանաչեց, կունենանք Ռուսաստան-Հայաստան հրաշալի հարաբերություններ։ Ողջունում եմ ձեզ։ Ֆորսինգերին թողերեք եք դառնում են։ Եվ ես ասեմ, որ մարդում եվս ներունեցավ փոքր սադրան և այնտեղ հնարավոր դա կանխել նրա թիմակիցների շնորհիվ։ Ես ուզում եմ փոքր անդրադարձ կատարել մարդունին, վերջին տեղն ենք գնում Սերժ Սարգսյանը ըստ պաշտոնական տվյալների 3 անգամ ավելի ուժ է ստացել, եղել է 5 ընտրատեղամաս և մասնակցության քանակը եղել է ավելի քան 65%։ Այս թվերը խիստ կասկածելի են այն իմաստով, որ միջին
հանրապետական մասնակցությունը ավելի ցածր է, բացի այդ այս շրջաններից շատ է արտագաղթը եւ մենք